Հալելույա, օրհնյալ Կիրակի բոլորիս Աստծո ժողովուրդ, բարի լույս, լավ եք, Տեր օրհնի բոլորիդ, օրհնյալ է մեր Տեր Աստվածը, որ այսօր էլ իր բարությունով լույսը բացեց մեզ համար, ամեն, և մենք մեծ պատիվ ունենք կանգնելու նրա առաջ և ասելու Տեր դու մեծ ես, դու հրաշագործ ես, դու սքանչելի ես և մենք եկել ենք քեզ պաշտելու, ամեն, Հիմա ձեռքը դիրքով վրա ասա ով իմանց, ես այսօր պիտի Տիրոջը պաշտեմ ավելին քան 3 երթա, ամեն, հալելույա, Աչքերը դույրի բացեցի, չկա ուրիշը, քեզ նման, լույս ես գալիս խավարում, և մեզ ողքից բարձրացնում, չկա ուրիշը, նայելով աչքերին ասենք, մեծ է մեր Տերը, նա զորավոր է, ամենից բարձր է և փառավոր է, դու բժշկում ես, Տեր դու հզոր ես մեր Տեր, Աստված, տանձն
շնորհավորությունը։ Հալելույա։ Ուզում եմ ձեզ համար սիրելի Աստծո ժողովուրդ կարդալ Սաղմոսից մի հատված եւ ուզում եմ այս առավոտ իսկապես այս Իսրայելի եւ Ահարոնի տան փոխարեն, որ ես կկարդամ, դնես քո անունը։ Հավատքով ամեն մեկը ձեր անունը տվեք եւ այս Աստծո ճշմարիտ խոսքը այսօր հռչակենք այս վայրում եւ շարունակենք նրանից գոհանալ։ Ով Իսրայել, հույսը դիր Տիրոջ վրա։ Նրանց օգնությունը եւ վահանը նա է, այսինքն քո օգնությունը եւ վահանը Տերն է։ Ով Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա դրեք, նրանց օգնությունը եւ վահանը նա է։ Ով Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա դրեք, նրանց օգնությունը եւ վահանը նա է։ Տերը հիշում է մեզ, նա կորժնի Իսրայելի տունը, նա կորժնի Ահարոնի տունը, նա կորժնի Տիրոջից վախեցողներին, փոքրերին, մեծերի հետ։ Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա եւ ձեր որդիների վրա։ Դուք օրհնված եք Տիրոջից եւ ով երկինքն ու երկիրը ստեղծեց։ Երկինքների երկինքը Տիրոջն է։ Ամեն։ Եվ նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։ Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները, այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան, որովհետև բարի է նրանից գոհանալը, որովհետև նա մեր կենդանի Տերն ու Աստվածն է, նա մեր վահանն է, նա մեր օգնությունն է եւ մեր Աստվածն է։ Ամեն։ Հալելույա։ Բարությունը հիմա անկեղ ձեռք բարձրացրեք։ Կամ չունի կտեսնենք, թե չենք տեսնի, կհավատանք, թե չենք հավատա։ Միևնույն է մեր Աստվածը բարի է հավիտյան։ Հալելույա։ Տերը բարի է ինձ համար։
Փարքես։ Սիրելիներ, ես գիտեմ, որ շատ հաճախ այս բեմից հնչում են խոսքեր, սիրո խոսքեր, նվիրման խոսքեր, գովասանքի և փառաբանության խոսքեր, որ ցավոք սրտի մեզ համար երբեմն դառնում են սովորական, որովհետև այնքան շատ ենք ասում, որ մի ձև հարմարվում ենք դրան։ Բայց ուզում եմ այսօր անկեղծությամբ նայես քո սրտին, կտրվի մի պահ ամեն բանից, դադար տուր մտածելուց տան մասին, ընտանիքի մասին, հոգսերիդ, խնդրվածքներիդ մասին, մի պահ կտրվիր այս աշխարհից ու հասկացիր, որ դու Տիրոջ տան մեջ ես, նրա սուրբ ներկայության մեջ և քո բերանից դուրս եկած ամեն աղոթք ու խոսքը, ամենապարզ Տեր, ես սիրում եմ քեզ, Տեր, ես պաշտում եմ քեզ, այս խոսքերը դավանանք են, այս խոսքերը հռչակում են, որ լսում է ամբողջ երկինքը և լսում է ամբողջ դժողքը։ Արի պատասխանատվությունով կանգնենք, այն մեկի առաջ, ով մեզ սիրեց և սիրեց մինչև վերջ։ Գիտեք, աշխարհում շատ չաստվածներ կան, ունեն իրենց ուսմունքը, իրենց խոսքերը, բայց մեր Աստվածը միակն է, ով ունի իր խոսքերի ապացույցը, ով ունի իր սիրո ապացույցը, և այդ ապացույցը Գողգոթայում կանգնած խաչն է։ Ով ինչ խոսի, հավատա թե չհավատա, Գողգոթայի խաչի ճշմարտությունը, հավիտենությունը չի կարող ջնջել։ Խաչը իմ ու քո ապացույցն է, որ նա մեզ սիրեց և սիրեց մինչև վերջ։ Արի այսօր քայլ առ քայլ գնանք այդ ճանապարհով։ Նորոգենք մեր սիրո ուխտը նրա հետ։ Ինչ որ պիտի թողնես, թող այս ճանապարհին, մեղքեր, սովորություններ, ապաշխարությունով վայր դիր այն քարերը, որ հավաքել ես, այն դառնությունը, որ գրկել ես, այն անհուսությունը, որի մեջ քայլում ես, ցած դիր, որովհետև այսօր քայլելու ենք դեպի այն խաչը, որ մեզ կյանք է տվել, դեպի այն խաչը, որտեղից հոսում է արյունն ու ջուրը, դեպի այն խաչը, որտեղից հոսում է ազատությունն ու բժշկությունը, դեպի այն խաչը, որով ունենք ես ու դու հավիտենական կյանք, ցած դիր ամեն բան և քո սիրո ուխտը նորոգիր Տիրոջ առաջ։ Հաճախակի արի դու Գողգոթա, այնտեղից է կյանքիդ սկիզբը, նայիր Աստծո զոհին խաչի վրա, քեզ համար է թափվում արյունը, անմեղ ձեռքերից արյունը հոսեց, Աստծո որդին այնտեղ մահացավ, Գողգոթայում երկնքից դուռ բացվեց, մարդկությունը փրկություն ստացավ, անմեղ ձեռքերից արյունը հոսեց, Աստծո որդին այնտեղ մահացավ, Գողգոթայում երկնքից դուռ բացվեց, մարդկությունը փրկություն ստացավ, թող որ այս քո կյանքի արահետ
խաչից, որ հոգիդ ինչպես մանկական սիրտը մաքուր լինի բոլոր մեղքերից, երջանկությունը հեռվում մի փնտրիր, արի այստեղ և դու կգտնես խաչի մոտով անտարբեր մի անձիր, այստեղ Հիսուսով կյանքը գտնես, երջանկությունը հեռվում մի փնտրիր, արի այստեղ և դու կգտնես խաչի մոտով անտարբեր մի անձիր, այստեղ Հիսուսով կյանք կգտնես։ Այստեղ են մարդիկ միշտ նայել հույսով, այստեղ են մեր երազանքները, այստեղ էր որ Հիսուսն իր արյունով կորստից ազատեց աշխարհը, թեկուզ մարդկության ողջ պատմությունը բազում տարերի մեջ մոռացվի, Հիսուսի դարած մեծ հաղթությունը հավիտենություն մեջ չիջնջի, այո, թեկուզ մարդկության ողջ պատմությունը բազում տարերի մեջ մոռացվի, Հիսուսի տարած մեծ հաղթությունը հավիտենություն չի ջնջի, Հիսուսի տարած մեծ հաղթությունը հավիտենություն չի ջնջի, Հալելույա, 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 փառքը քեզ Տեր, փառք ես քո զոհի համար, փառք ես քո զոհի համար, փառք ես քո սիրո համար ով Տեր, փառք ես քո բացած ճանապարհի համար, փառք ես ով գառնաստու փառք ես քո խաչի համար, փառք ես քո արյան համար, փառք ես, փառք ես, փառք ես քո խաչի համար, փառք ես քո արյան համար, փառք ես, փառք ես։ Դու բացեցիր ճանապարհը, դու պատռեցիր վարագույրը, որ այսօր առանց արգելքի քեզ կանչողներին մոտենաս, սիրես, նորոգես, բժշկես ու լցնես, և մենք հավատում ենք քեզ ով Տեր, և քո ներկայության առատությունն ենք հռչակում այս վայրի մեջ, մենք կանչում ենք քեզ, մենք կանչում ենք քեզ, եկող Սուրբ Հոգի, լցրու տաճարը քո, Տեր գիտեմ որ դու այստեղ
ինձ լսում ես հիմա քեզ տեսնել եմ ուզում եւ երգել միայն քեզ դեռ գիտեմ որ դու այստեղ ես ինձ լսում ես հիմա քեզ տեսնել եմ ուզում եւ երգել միայն քեզ դեռ գիտեմ որ դու այստեղ ես ինձ լսում ես հիմա քեզ տեսնել եմ ուզում եւ երգել միայն քեզ դեռ գիտեմ որ դու այստեղ ես ինձ լսում ես հիմա քեզ տեսնել եմ ուզում եւ երգել միայն Տեր խաչի վրա քո զոհատանք ապացույց է քո մեծ սիրո այդ սերը Տեր մահից օրև է եւ ամեն ինչից էլ առավել վարար ջրերը չեն հացնի այդ կրակը սիրո վարար ջրերը չեն հացնի այդ կրակը սիրո Դեռ գիտեմ որ դու այստեղ ես ինձ լսում ես հիմա քեզ տեսնել եմ ուզում եւ երգել միայն քեզ դեռ գիտեմ որ դու այստեղ ես ինձ լսում ես հիմա քեզ տեսնել եմ ուզում եւ երգել միայն քեզ դեռ գիտեմ որ դու այստեղ ես ինձ լսում ես հիմա
կարիքը մեր դու ես, աղոթքը մեր դու ես, մեր Տեր Հիսուս, հոլ աշելայի արաբրայրոս, մեր սիրտը քեզ, մեր կյանքը քեզ, մեր հոգին քեզ, մեր մարմինը քեզ, ինչ որ ունենք քեզ Տեր, ինչ որ ունենք քեզ Տեր, սիրելի Սուրբ Հոգի հանգչիր մեզ վրա, քո կրակով արի, քո սիրո եւ խանդի կրակով արի եւ ամեն բան վերցրու քեզ համար։ Այրող կրակ դարձիր իմ մեջ, բոցավարիր իմ սիրտը Տեր, քո սուրբ կրակով թող ես այրվեմ, մինչև որ մեկ լինեմ քեզ հետ, այրող կրակ դարձիր իմ մեջ, բոցավարիր իմ սիրտը Տեր, քո սուրբ կրակով թող ես այրվեմ, մինչև որ մեկ լինեմ քեզ հետ, մինչև որ մեկ լինեմ քեզ հետ, մինչև որ մեկ լինեմ քեզ Hallelujah. Hallelujah. Ուսնում ենք քեզ, միայն քեզ ով Տեր, միայն քեզ ով Տեր, հոլի անաբաշեն, եկեղեցի բարձրացրու քո օրհնության ձայնը, սկսիր սիրել, երգել, գովել, մեծարել, լցրու այս վայրը քո լեզուների աղոթքով, որ Աստծո կատարյալ կամքն է խոսում ամեն մեկիդ ներսից։ Հոլի լաշիմանալա հայրոս, միանում են քո երկնքին ով Տեր, մեր Սուրբ Աստված, մեր Սուրբ Աստված, օրհնում ենք քեզ, հոլա մաշելայի արամանալա մահերոս, հոլի աշիդու բիդու, թամոշալամի, թեյալայ, oh hallelujah, ոչ թե մեռելները կօրհնեն նրան, կամ գերեզման իջնողները, այլ մենք պիտի օրհնենք նրան, հիմիկվանից մինչև հավիտյան, որովհետև սուրբ է, որովհետև տիրում է, և նրա թոռը սասան է հավիտյան, սուրբ ես Տեր, սուրբ ես Տեր, սուրբ ես
կանգին նստողին, երկնքում տիրողին, հալելույա։ Հիսուս տիրիր մեզ վրա, այո թող գա քո տիրությունը, հալելույա, հալելույա, սուրբ ես, սուրբ ես, մեր Ashani
լցվի այս վայրը քո սրբությունով։ Մենք խոնարհվում ենք քո առաջով սուրբ։ Թող լցվի այս վայրը քո սրբությունով։ Եվ մեզ սրբի Տեր։ Հալելույա։ Քորալամաշե դու սուրբ ես, քո երկինքը լի է քեզանով, քո սրբությունով, թող իջնի հոգին քո սրբության այս տաճարում, դու սուրբ ես, հալելույա, սուրբ ես, սուրբ ես, հոլի ալամաշե մենք պաշտում ենք քեզ սրբության գեղեցկության մեջ արժանի